Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր մայիսի 18-ն է, վաղառավոտ է, որոշել եմ վաղառավոտյան գալ ջերմատուն նկարելու ձեզ համար հասած պամիդորները, քանի որ այստեղ պամիդորի հավաք է տեղի ունենում։ Ահա տեսեք, որ պամիդորները ինչ վիճակում են քաղվում, սրանք պատրաստ են արդեն քաղելու, սրանք կգնան այսօր շուկա, չեն քաղվելու, օրինակի համար, օրինակ այս պամիդորները։ Գիտեմ, որ շատերիդ մոտ հարց առաջանում, որ պամիդորի մեջ գուցե մի փոքր կանանչ է լինում, մտածում եք, որ ներկ է տված, որ մտածում եք, որ պամիդորները չեն հասած քաղում, ուզում եմ ձեզ ցույց տալ, ահա տեսեք, սրանք հասած պամիդորներն են, որոնք պատրաստվում են այսօր քաղելու։ Հիմա կգնամ կտեսնենք, թե ինչպես են քաղում, ինչ աշխատանքներ են կատարում, որն են քաղում, որն են թողում։ Տեսեք, մեր մոտ սունկել է աճում։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա առաջանանք տեսնենք ինչպես են քաղում, որ պամիդորներն են ընտրում քաղելու համար։ Ահա սիրելի հետևորդներ, հիմա տեսեք ինչպես են քաղում, հատ-հատ։ Բոլորը հատ-հատ քաղվում է։ Անգամ նշեմ, որ դույլի մեջ դնելու հերթականություն էլ գոյություն ունի, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Տեսեք, երբ որ պոմիդորները դնում են այսպես, պարտադիր պոչերը պետք է խորքից կտրել։ Սա արվում է նրա համար, որ դույլի մեջ կամ արկղերի մեջ դնելուց, երբ որ այսպես կդրվի իրար վրա, պոմիդորը կծակի, արդեն այս պոչը կծակի հաջորդ պոմիդորին, ու դա արդեն շուկայի համար պիտանի չի լինի։ Այնպես որ հիշեք, որ դույլի մեջ շարելուց էլ, այնպես չի, որ պատահական պարզապես լցնում են։ Ահա այսպես կտրում են բոլոր այս հատվածից, սեկատերներով անպայման կտրում են, որովհետև ձեռքով կտրելուց մի քիչ ավելի երկար է կտրում, ահա տեսեք սիրելի հետևորդներ, մի քիչ ավելի երկար է կտրում ու արդեն խնդիր է առաջանում։ Վերջ, այսքան։ Հիմա գնանք տեսնենք ինչպես են պոմիդորները շարվում։ Սիրելի հետևորդներ, գիտեմ, որ շատերդ ասում եք, որ պոմիդորներից որոշակի համ եք առնում, ինչ-որ ձկան համ եք առնում, համեմատում եք նաև դա նրա հետ, որ գուցե ինչ-որ մոդիֆիկացված է, գենոմոդիֆիկացվածն է, բայց ուզում եմ ձեզ նշել, որ հիշենք, թե ինչ ջրերով ենք ջրում պոմիդորը, դրանով էլ պայմանավորված է, թե ինչ համեր և ինչ հոտ կարող եք առնել պոմիդորից և առհասարակ բանջարեղենից։ Օրինակ այս ջերմատունը Դվին գյուղում է, նշեմ, որ այս ջերմատունը ջրվում է և սովորական մաքուր ջրով, և ջրվում է արդեն Ազատի ջրամբարից բերվող ջրով, կախված նրանից, թե որ սեզոնին է բերքը հավաքվում։ Առայժմ մաս-մաս է ջրվում, տարբեր մաս-մաս է ջրվում, դրա համար էլ այս ջերմատան պոմիդորը, երբ որ ուտում եք, շատ մաքուր, շատ քաղցր համ ունի և չկա այդ ձկան համը։ Հիշեք, որ ձկան համը ոչ թե մոդիֆիկացման հետևանք է, այլ պարզապես հետևանք է այն ջրի, որով որ ջրվում են պոմիդորները։ Ուստի կարող եք հանգիստ լինել, որ դա վտանգավոր բան իրենից չի ներկայացնում, պարզապես ցանկացած ջրով որ ջրում եք, այդ ջրի համը տալիս է։ Հիմա ես դրսում եք ձեզ ցույց կտամ վերջի կադրով, ցույց կտամ, թե ինչ ջրով է ջրվում, որովհետև դրսում կա նաև ավազան։ Հիմա գնանք տեսնենք ինչպես են մարդիկ պոմիդորները շարում։ Ահա սիրելի հետևորդներ, տեսեք, այսպես հատ-հատ հերթականությունով շարվում է։ Հիմա փռում ենք սրանց միջակայքում թերթ։ Հիշում եք, որ ձեզ ասում էի, որ պոչերը մեկը մյուսին չկպնելու համար ենք դա անում։ Հիմա տեսեք, հիմա սա փռվում է և արդեն վերջին շարքն է շարվում, արդեն վաճառքի տեսքի համար, շուկայական տեսքի համար բերելու։ Իհարկե տարբերություն չկա, թե ներքևի շարքը, թե վերևի շարքը ընտրվում են հատուկ մեծ չափի պոմիդորներ, քանի որ սա մեծ չափի պոմիդորների արկղ է, այսպես ասած։ Կան տարբեր տեսակի մեծ ու փոքր պոմիդորներ, տեսեք սիրելի հետևորդներ, այն պոմիդորները, որոնք շուկայական տեսք չունեն, դրանք դուրս են գալիս։ Չմտածեք, թե սրանք նույնպես դրվում են, սրանք էլ արդեն տարբեր չափի պոմիդորներ են, որոնք արդեն շարվեն ուրիշ արկղերի մեջ։ Մեր բարեխիղճ ֆերմերները շատ լավ աշխատանք են կատարում, թե ներքևի շարքերը, թե վերևի շարքերը։ Այո, շարում են իդեալական
շուկայական գնի եւ որակի համապատասխան։ Հիմա գնանք դրսում տեսնենք դրսում արկղերն ինչ տեսք ունեն։ Տեսեք, սիրելի հետևորդներ, սրանք արկղը արդեն սրանից հետո փակվում է ու արդեն երեկոյան կգնա շուկա։ Տեսեք, արկղերը այստեղ պատրաստված են։ Սա էլ այն ջուրն է, որով որ ջրվում է։ Հիշում եք, որ ձեզ ասում էի, որ կախված է ջրից, թե ինչ համ կստանա պոմիդորը։ Քանի որ սա մաքուր քաղցրահամ ջուր է, ուստի եւ պոմիդորներն էլ ունեն շատ քաղցր համ։ Այսքանը, սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Դե ինչ, լավ մնացեք։ Կհանդիպենք։